Հարգելի արտգործնախարար Միրզոյան, շատ հաճելի է այստեղ լինել Երևանում եւ այսօր ուրախ եմ ձեր հրաշալի երկիրը այցելելու։ Ես այստեղ եմ հստակ ուղերձով։ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան հիմա։ Վերջին տարիներին դուք իրականացրել եք Անտունել եք օրենսդրություն եւ անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ եւ մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը այսօր նաեւ հաջողով հայտարարում եմ բանակցող կողմերի միջև քաղաքական համաձայնության մասին նոր գործընկերության օրակարգի շուրջ, որը սահմանում է մեր առաջնահերթությունները տնտեսության զարգացման, անվտանգության եւ դիմականության ոլորտներում Եվրոպական միությունը այս առումով տրամադրում է 270 միլիոն եվրո դեմոկրատիան եւ աճի ծրագրի շրջանակում 2024-27 թվականների համար սա նախատեսում է աջակցություն բիզնեսներին բարելավել փոխկապակցվածությունը Հայաստանի եւ Եվրամիության միջև եւ նպաստում է բարեփոխումներին ու վարժանքերին Մեր հարաբերությունները իհարկե չեն սահմանափակվում միայն տնտեսությամբ, մենք նաև տրամադրում ենք բնականաշինության եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն տեղահանված անձանց Ղարաբաղից։ Մեր հարաբերությունները առանցքային տեղ են զբաղեցնում ժողովուրդ շփումները, հա թե ինչու զարգացնում ենք մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը։ Ուրախ եմ հայտարարել, որ Եվրոպական հանձնաժողովը ընդունել է մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի առաջարկը եւ երբ պայմանները կատարվեն, գործընթացը ավարտին հասցվի, այն ավելի մոտ կդարձնի միմյանց Եվրոպական միությունն ու Հայաստանը։ Միաժամանակ մենք համագործակցությունն ենք խորացնում խաղաղության եւ կայունության համար եւ Եվրոպական միության Հայաստանում ԵՄ առաքելությունը այս առումով առանցքային դեր է կատարում։ Երեք ես այցելեցի առաքելության գլխամած անձամբ ծանոթանալով նրանց գործունեությանը։ Եվրոպական միությունը եւ Հայաստանը համագործակցում են նաեւ ճգնաժամերի կառավարման ոլորտում։ Նախարար Միրզոյանի հետ մենք հենց նոր ստորագրեցինք մասնակցության մասին շրջանակային համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս Հայաստանին մասնակցել ԵՄ առաքելություններին ամբողջ աշխարհում։ Այսօր մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները մենք աջակցում ենք կարգավորմանը երկու երկրների միջև հիմք ընդունելով ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիության սկզբունքները, այլընտրանք չկա այս սկզբունքներին։ Մենք գոհունակությամբ ենք նշում երկկողմ կարգավորման ուղու առաջընթացով, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կարող են ճանապարհ հարթել տարածաշրջանում տևական խաղաղության համար։ Այլ հարցերի շրջանակներում մենք քննարկեցինք Եվրոպական միությունը հավակնոտ Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ ռազմավարությունն է ընդունել եւ մենք աշխատենք տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ, այդ թվում Հայաստանի հետ, ապահովելու իրագործման ուղղությունը եւ մենք կապված ենք այս ռազմավարության փոխկապակցվածության ֆլագշիփ ծրագիր իրականացնելու համար մենք անդրադառնանք նաեւ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի վերաբերյալ զարգացումներին, մասնավորապես հիբրիդային գործողություններին Ռուսաստանի միջև եւ Հայաստանի հանձնառությունն այս ժողովրդավարության եւ ազատության ուղղությամբ կարեւոր է եւ այս մոտեցումը պետք է պահպանվի հատկապես արտաքին հիբրիդային սպառնալիքների ապատեղեկատվության եւ արտաքին միջանցքային պայմաններ։ Մենք պետք է այս ոճրորոշ պահին ուրախ աջակցություն տրամադրենք Հայաստանի օգնելու Հայաստանի ժողովրդավարությանը եւ դիմականությանը Եվրոպական միությունը շարունակելու է կանգնել Հայաստանի կողմին, որպեսզի աջակցելու այս համատեղ ջանքերի զարգացմանը։